Եվ այսպես խաղաղության կամուջ նախաձեռնության շրջանակում հանգստյան օրերին կայացել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների կլոր սեղան քննարկումները։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, ողջունել նրանց այցը Հայաստան, ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Արմեն Գրիգորյանը զրուցակիցների ներկայացրել է խաղաղության գործընթացը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման դինամիկային։ Հանդիպման երկրորդ հատվածում անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։ Խաղաղության խաչմերուկ նախագծի մասին է խոսել Ալիևը, ասելով, որ Թրամփը եկավ, մեկնարկեց թրիփը, կգա Բայդենը, կմեկնարկի խաղաղության խաչմերուկը։ Հարցին արդյոք սա մեսիջ է համարում իշխող ուժը, խորհրդարանական ճեպազրույցներում քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը պատասխանել է, որ չի մեկնաբանում Ալիևի հայտարարությունները։ Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում, տրվել են շատ հարցերի պատասխաններ, իսկ համատեղ ծրագրերն ու պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու, ապաշրջափակմանը ոչինչ չի խոչընդոտելու։ Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ուրեմն ստորագրված փաստաթղթեր ներդրումների վերաբերյալ։ Եվ ըստ էության ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ եւ հիմա ուրեմն մեկնաբանեմ, ես մեկնաբանում եմ մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է եւ ըստ էության արդեն իսկ ապաշրջափակվում է եւ ապաշրջափակվել է որոշ չափով, հաշվի առնելով այն ուրեմն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան։ Եվ սա է ձեր հարցի պատասխանը ըստ էության, տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, տարբեր ցանկություններ կարող են լինել, բայց գլխավորն այն է, ինչ ենք մենք անում, եւ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում, հատկապես վերջին այցելությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի, ես կարծում եմ շատ հարցերի պատասխաններ են տրվել եւ մենք առավել քան վստահ ենք, որ այն ծրագրերը եւ պայմանավորվածությունները, որ ունենք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե նաեւ Ադրբեջանի հետ, դրանք կյանքի են կոչվելու եւ ուրեմն խաղաղության գործընթացին եւ ապաշրջափակման գործընթացին որևէ մի բան չի խոչընդոտելու։ Ավարտվել է ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրացուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։ Արդյունքների համաձայն առաջատարը Նիկոլ Փաշինյանն է 894 քվե, ապա Սուրեն Պապիկյանը 780, Գևորգ Պապոյանը 765 քվե։ Կայանալու է երկրորդ փուլը, կուսակցության վարչապետի թեկնածու է հաստատվելու։ Շարունակենք, մեր օրերում մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները։ Գարեգին երկրորդն ուղերձ է հղել, մուտք են գործում մեծ պահքի շրջան, ներաշխարհի քննությամբ, զղջման եւ ապաշխարության սրբարար ճանապարհով ընթանալու ենք դեպի բերկրալի եւ լուսավոր տոնը մեր Փրկչի Սուրբ եւ հրաշափառ հարության։ Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնության ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր մայր եկեղեցուն հավատարի մնալու հաստատակամությամբ։ Աղոթենք միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման եւ ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքիս համար, որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով եւ շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում եւ բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեծ Սուրբ եկեղեցին։ Ամեն։ Աստված է ուղերձում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը Իզմիրյան բուժկենտրոնից դուրս կգրվի վաղը, փետրվարի 17-ին ժամը 12-ին տեղեկացնում են բուժկենտրոնից։ Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա կշարունակի լինել բժիշկների հսկողության տակ, նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնեմ, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը կալանքը փոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։ Այդ
ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիջլյան բուժկենտրոնում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի այցի ընթացքում YouTube ընկերությունը հայտարարել է, որ մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնանը կկատարվի։ Համենայն դեպս բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ այն ապրիլի վերջին մայիսի սկզբին կակտիվացվի։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է հայտարարել ամփոփիչ ասուլիսում։ Մխիթար Հայրապետյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոն կկառուցվի, ներդրումը կհասնի մինչև $500 միլիոն։ Գիտեք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ Վաշինգտոնում, ի թիվս մի շարք կարևոր ռազմավարական բնույթի փաստաթղթերի, նաև համագործակցության հուշագիր ստորագրվեց երկու կառավարությունների միջև կիսահաղորդչային ոլորտի և արհեստական բանականության բնագավառներում այդ փաստաթուղթը հիմք հանդիսացավ, որ ամերիկյան, սակայն մեր հայրենակիցների կողմից հիմնադրված Firebird AI ընկերության, Հայաստանի Հանրապետության կառավարության և աշխարհի տեխնոլոգիական հսկաներից մեկի NVIDIA ընկերության համագործակցությամբ հայտարարվեց Հայաստանում արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման մասին։ Firebird ընկերությունը հայտարարեց, որ ներդրումները հասնելու են մինչև $500 միլիոն ԱՄՆ, սակայն հնդածս հայտնի դարձավ նաև, որ ընկերությունը նաև ունի հնարավորություն մեծացնելու ծրագրի շրջանակը, ծավալները և արդեն վերջերս փոխնախագահ Ջեյդի Վենսի այցի շրջանակում հայտարարվեց, որ նաև ընկերությունը դիմել է երկրորդ փուլի իրագործման համար, հայտարարելով, որ դրա իրականացման շրջանակներում արդեն ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կհասնի մինչև $4 միլիարդ ԱՄՆ։ Քաղաքում շատ վտանգավոր փոսեր կան, որոնք պետք է առաջնահերթ սարքել։ 3-4 օր առաջ էր քաղաքապետն ասել և այսօր հետաքրքրվել է, թե ինչու փոսալցումներ չեն արվել։ Խոսքը Շիրակի փողոցի փոսերի մասին է, մի քանի օր առաջ ասել էր, որ հրատապ են, բայց դեռ փոսալցում չի արվել այդ հատվածում, ինչը զայրացրել է Ավինյանին։ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարն ասել է, որ ուրբաթ օրվանից սկսել են բուն փոսալցման աշխատանքները։ Կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք և ասֆալտապատվել մոտ 2100 քառակուսի մետրը։ Հրատապ տեղային լուծում են տվել 1000-ից ավելի փոսի, ունեցել են միայն բարդություն շաբաթ եղանակի հետ կապված։ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բային չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից նաև մեր կողմից աշխատանքներ են տարվելու այդ մեծ փոսերը, որ կա, լցնենք, որպեսզի հետագայում Անգամելան, այդ ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու, այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ Թույլ կտաք։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենաների հետ տարել։ Շատ լավ։ Խնդրում եմ շաբաթվա ընթացքում անընդհատ տեսալուսանկարը հանեք այն ինչ աշխատանք անում եք, ծավալներով, տոկոսայինով օրվա վերջում ես միշտ ստանամ ինչ է կարել, պարոն Թևկոս։ Ինչքան կա տոկոսայինը, ինչքանն է արվել։ Ինչքանն է հիմնական արվել, ինչքանն է ժամանակավոր լուծում տրվել։ Եվ այսպես վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպանի գլխավորած պատվիրակությանը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրամիության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում։ Գերտ Յան Կուպանը վերահաստատել է հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և
ընդգծել Եվրամիություն Հայաստան գործընկերության ընդլայնման ուղղությամբ առաջընթացը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է կառավարության դիրքորոշումներն ուղղված տարածաշրջանում կայուն եւ տևական խաղաղության հաստատմանը։ Կողմերը վերահաստատել են սերտ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Մենք հիմա զարգացման եւ ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջում նոր տեսանյութ է հրապարակել, տեղեկացնելով, որ ավարտել է հայոց պատմության 3-րդ հատորի առաջին գրքի ընթերցումն ու սկսել է 2-րդ գրքի ընթերցումը։ Ավարտեցի հայոց պատմության 3-րդ հատորի առաջին գրքի ընթերցումը եւ միանգամից սկսեցի 3-րդ հատորի 2-րդ գրքի ընթերցումը։ Սերտել պատմության դասերը դա ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ, եւ դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման եւ ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Բաքվի դատարանը հրապարակել է դատավճիռը։ Մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։ Միքայել arczepiskopos Աջապահյանը կեսօրից հետո դուրս է եկել Իզմիրյան բժշկական կենտրոնից, որտեղ 2-րդ անգամ վիրահատվել էր։ Հարցին ինչպես է զգում, պատասխանել է հոյակապ։ Մեքենա նստելիս նրան է մոտեցել Իզմիրյան բուժկենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը եւ գրկախառնվել։ Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա կշարունակի մնալ բժիշկների հսկողության ներքո։ Հիշեցնեմ, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սրբազանի պաշտպանների միջնորդությունը կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։ Ինչպես եք ձեզ զգում Սրբազան։ Հոյակապ։ Շարունակենք, հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սյունիքի նախկին մարզպետ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանի եւ նրա փոխկապակցված անձանցից, կնոջից Էլիզաբետ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դուստրերից եւ Վահե Հակոբյանի ծնողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ընդհանուր 12 անշարժ եւ շարժական գույք մոտ 21 միլիոն դոլար։ Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ պաշտոնատար անձը մշտապես բնակվելով իրեն եւ կնոջը պատկանող բնակարանում 2018-ի հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովին է ներկայացրել բնակելի մակերեսով ապահովվածության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որի հիման վրա հանձնաժողովը Երևանի հասցեներից մեկի բնակարանն անհատույց սեփականության իրավունքով վերջիններին տրամադրելու հարցին տվել է դրական եզրակացություն։ Արդյունքում 2019-ի հուլիսին պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափի 21 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է հիշյալ պաշտոնյային։ Նրան մեղադրանք է ներկայացվել, քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Հեծի սեփականատերը կմերժի իշխանության առաջարկը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով իշխանությունները դիմում են ապօրինի քայլերի ընկերության արժեքի կտրուկ նվազեցմանը հասնելու եւ համապատասխան առաջարկով հանդես գալու համար, սակայն Սամվել Կարապետյանը կմերժի նման առաջարկն ու գործընթացը կգնա ընկերությունը գերակա հանրային շահ ճանաչելու ճանապարհով։ Նա հիշեցրել է, որ իշխանությունները մեղադրել են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը 3 միլիոն մարդու գրպանը մտնելու համար, սակայն այդ մասով որևէ գործընթաց չկա։ Ղազինյանը նաև ասել է, որ հստակ տեղեկություններ ունեն, թե էլեկտրաէներգետիկ համակարգում վթարների թիվն աճել է 40%-ով, իսկ ընտրություններից հետո հոսանքի գինը բարձրանալու է, կարծում է նա։ Որպեսզի 26 թվականի սակագինը պահեն նույնը, էներգոհամակարգում այսպես բալանս գոյություն ունի։ Կարող է հեծը ունենալ պլյուս, ինչ-որ գումար, ատոմակայանը մինուս, իրանք ընդհանուր բալանսով հասկանում են 3 տարբերակ է, կամ պետք է թանկացվի, կամ պետք է իջնի, կամ պետք է մնա նույնը։ Հիմա ատոմակայանի համար նախատեսել են մոտարապես 13 միլիարդ ինչ-որ այլ ֆինանսական եկամուտ։ Միջև այսօր չեն կարող բացատրել, թե այդ այլ ֆինանսական։ Մենք ունենք մեր կասկածները, բայց որովհետեւ մերկապարանոց չընչի, թող իրենք բացատրեն
որտեղից։ Որ այլ տեղից այդ ֆինանսական միջոցները Վահե ջան ուղղորդվում է, որպեսզի այսպես ցույց չտան, որ սուբսիդավորում կա, չեմ կարող ասել ինչ ճանապարհներով դա կլինի, բայց ինչ միգուցե, չէ, վարկային ուրիշ բանել են արա, ատոմակայանը պարտավորություն ուներ վարկային, հետաձգել են վարկային պարտավորությունը, դա այլ խնդիր է, վերջինաշով այդ վարկը պիտի մարվի։ Մենք ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի 2026 թվականի միջև ընտրությունները սակագինը չթանկանա։ Այդ իսկ պատճառով, այսպես միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո թանկանալու է հոսանքի սակագինը։ Նորից նույն գործելավոճի մեջ են այս մարդիկ, ամեն ինչ անել, հիշում եք, չէ՞, մինչև 21 թվականը ինչ էր կատարվում, ընդհանուր բիզնեսի մնացածի հետ, հիմա արդեն ընտրությունից հետո ինչպես խստացավ իրենց վերաբերմունքը հենց իրենց ընտրողների, հպարտ քաղաքացիների եւ վարչապետերի նկատմամբ։ Կարծում եմ նույնը ավելի վատ ձևով սպասվում է 26-ից հետո։ Եվ այսպես վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը վաղը Վաշինգտոնում կմասնակցի խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Facebook-ում վարչապետը տեսանյութ է հրապարակել գրառմամբ «Թռիչք դեպի Վաշինգտոն»։ Այս թռչունով եմ թռնելու Վաշինգտոն։ Պաշտոնական այցով Հունաստանում է Հանրապետության նախագահը։ Հունաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցել Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, ապա ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հունաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ ի պատիվ Վահագն Խաչատուրյանի։ Միջոցառման շրջանակում Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել, ընդգծելով, որ Հայաստան-Հունաստան հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային։ Ըստ Հանրապետության նախագահի այցը կարևոր հանգրվան է Հայաստան-Հունաստան հարաբերությունների ճանապարհին։ Երկկողմ գործակցությունը կայուն ընդլայնվում է, երկրների միջև փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք համագործակցությունը ռազմավարական գործընկերության նոր մակարդակի բարձրացնելու համար։ Խաչատուրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի ընձեռած հնարավորություններն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված ջանքերը։ Հունաստանի նախագահն էլ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի իշահ տարածաշրջանի ժողովուրդների։ Այցը եւս մեկ կարևոր հանգրվան է Հայաստան-Հունաստան հարաբերությունների ճանապարհին։ Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ երկկողմ համագործակցությունը կայուն կերպով ընդլայնվում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթական եւ մշակութային ոլորտներում։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք համագործակցությունը նոր ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։ Հատկապես կարևոր եմ համարում տնտեսական կապերի խորացումը, ներդրումային ծրագրերի խթանումը, նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումը։ Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ նաեւ արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, միշտ տարածաշրջանային փոխկապակցության նախագծերի շրջանակներում։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների բարեկեցության եւ բարեկամության։ Միաժամանակ մեր երկրները հանդիսանում են կայունության եւ խաղաղության ջատագովներ իրենց տարածաշրջաններում։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետևողական աջակցությունը հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ու միջազգային իրավունքի գերակայությանը։ Համոզված ենք, որ երկխոսությունը, փոխադարձ հարգանքը եւ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու լավագույն ճանապարհն են։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները պաշտոնական փաստաթղթերից եւ համաձայնագրերից վեր են։ Դրանք ամրապնդված են մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապերով, մշակութային փոխազդեցությամբ եւ փոխադարձ խորը համակրանքով։ Հայաստանում ապրող հայ համայնքը, Հունաստանում ապրող հայ համայնքը եւ Հայաստանում մեծ հարգանք վայելող հունական համայնքը մեր բարեկամության կենթանի կամուրջներն են։ Այս միջոցառումը եւս մեկ վկայություն է այն բանի, որ մեր հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային, հիմնված անկեղծ ջերմության եւ փոխադարձ վստահության վրա։ Թող այս պետական այցը նոր շունչ հաղորդի մեր գործընկերությանը եւ բացի նոր էջ մեր բարեկամության պատմության մեջ։ Եվ ինչպես նշել է մեծ մտածող Արիստոտելը, բարեկամությունն է այն կապը, որը միավորում է պետությունները։ Թույլ տվեք բարձրացնել բաժակն ի պատիվ Հունաստանի Հանրապետության նախագահի եւ բարեկամ հույն ժողովրդի, հանուն Հայաստանի եւ Հունաստանի միջև դարևոր բարեկամության եւ ամուր գործընկերության, հանուն մեր ժողովուրդների խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում է նա նոր տեսանյութ է հրապարակել եւ գրել «Եկանք Վաշինգտոն»։ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում մասնակցելու է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Հանրապետության նախագահը Հունաստանի պաշտոնակցի հետ այցելել է բյուզանդական եւ քրիստոնեական մշակույթի թանգարան։ Նախագահները մասնակցել են թանգարանում բացված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։ Այն նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակման ու տարածմանը, նշանավոր գործիչների լուսանկարների եւ Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։ Ցուցահանդեսի բացման արարողությանը Վահագն Խաչատուրյանը ողջույնի խոսք է հղել, նշելով, որ իրադարձությունը ոչ միայն մշակութային կարևոր նախաձեռնություն է, այլև խորապես խորհրդանշական հանդիպում հոգևոր ժառանգության, խաղաղության ձգտման շուրջ։ Հայ եւ հույն ժողովուրդներին միավորում է ոչ միայն պատմական ճակատագրի ընդհանրությունը, այլև քրիստոնեական հավատքի, մարդասիրության եւ մշակույթի այն հարուստ շերտը, որն այսօր էլ շարունակում է ձևավորել մեր ինքնությունը։ Աթենքում Գրիգոր Նարեկացիի ժառանգության ներկայացումն այս բարեկամության հերթական վկայությունն է, կամուրջ անցյալի եւ ներկայի, Հայաստանի եւ Հունաստանի միջև, ասել է նախագահը։ Մեր ժողովուրդների միավորում է ոչ միայն պատմական ճակատագրի ընդհանրությունը, այլև քրիստոնեական հավատքի, մարդասիրության եւ մշակույթի այն հարուստ շերտը, որն էլ այսօր շարունակում է ձևավորել մեր ինքնությունը։ Աթենքում Գրիգոր Նարեկացիի ժառանգության ներկայացումն այս բարեկամության հերթական վկայությունն է, կամուրջ անցյալի եւ ներկայի, Հայաստանի եւ Հունաստանի միջև։ Մշակույթը եւ արվեստն այս գործընթացում ունեն առանձնահատուկ դեր։ Դրանք կարող են անել այն, ինչ երբեմն չի հաջողվում քաղաքականությանը, ստեղծել երկխոսություն եւ վերականգնել վստահություն։ Այս ցուցահանդեսը հրավիրում է մեզ խորհելու ոչ միայն անցյալի մասին, այլ ներկայում մեր ունեցած պարտավորությունների եւ ապագա անելիքների շուրջ։ Սիրելի բարեկամներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ցուցահանդեսի կազմակերպիչներին, թանգարանի ղեկավարությանը եւ բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումն ու ջանքերն են ներդրել այս կարևոր նախաձեռնության իրականացման համար։ Իհարկե առանձնահատուկ շնորհակալության նկարների հեղինակին Տաթևին։ Իրականում ձեր աշխատանքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մշակույթը կենթանի կամուրջ է ժողովուրդների միջև։ Թող Գրիգոր Նարեկացիի աղոթքը խաղաղության համար հնչի ոչ միայն այս սրահում, այլև մեր բոլորի սրտերում։ Թող այն դառնա հիշեցում, որ խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրիցս, մեր մտածողությունից, մեր խոսքից եւ մեր գործերից։
Դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա Հայաստանում լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է հայտարարել. Հայաստանի իշխանության ցանկությունը փոխարինելու Ռուսաստանը երկաթուղիների կառավարման գործում չմշակված լուծում է որակել Սերգեյ Շոյգուն։ Նաև ասել, որ ձևավորված համակարգը դրանից հետո կարող է մեկ գիշերում փլվել։ Շոյգուն կարծում է դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն ըստ նրա վաղուց արդյունավետ եւ պատասխանատու աշխատում է Հայաստանում։ Այդ ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղիների համակարգում, այդ թվում շարժակազմում, գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի, նշել է Շոյգուն։ Նա ընդգծել է, որ երկաթուղին նաեւ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, ապահովելով տրանսպորտային կապ դեպի ծով ելք չունեցող երկրի համար։ Այլ թեմաներ Աջափնյակում կրակոցների մասնակիցների շրջանակը պարզվել է, ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե կրակոցներն ու սպանությունը եղել են կնոջ պատճառով։ Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է եւ վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ։ Մինչեւ այդ էլ դեպքը կապում էին Ֆազ մակամվամբ հայտնի ընտանիքի հետ, սակայն աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Առողջապահության նախարարությունն էլ հայտնել էր, որ 7 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը ծանր, 1 քաղաքացի մահացել է։ Կատարվածին լրագրողների զրույցում արձագանքել է մարդու իրավունքների պաշտպանը։ Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։ Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Կարծում եմ, որ տարբեր մարմինների աշխատանքին ես բազմիցս նաև հրապարակային եմ անդրադառնում, իհարկե իմ լիազորությունների շրջանակներում անդրադառնալով այն դեպքերին, երբ իրավունքների խախտման հետ ենք գործ ունենում կամ առերևույթ խախտումների տարբեր այդ թվում իրավապահ մարմինների հետ կապված աշխատանքների առումով, բայց կուզենամ մի փոքր ավելի լայն հարցի վերաբերյալ խոսել, մասնավորապես ձեր կողմից հիշատակված տարբեր երևույթներ, այդ թվում երեկվա տեղի ունեցած միջադեպը, մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաեւ տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Ես կանխարգելիչ աշխատանքների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ գործ եմ ունենում սովորաբար իրավունքների խախտումների հետ կապված դեպքերի առումով, դրանց պարբերաբար եմ անդրադառնում։ 65 տարեկանից բարձր քաղաքացիները հունվարի 1-ից ապահովագրության շրջանակում մեծ ֆինանսական խնայողություններ են իրականացնում։ Կան դեղեր, որոնք ամբողջությամբ են փոխհատուցվում։ Առողջապահության նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեղորայքից բացի ի վերջո մարդիկ կարողանում են լուծել առողջական հարցեր, որոնք տարիներով չէին լուծել։ Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներն ապահովագրվելու են հաջորդ տարվանից։ 65+ քաղաքացիները, գիտեք, հունվարի 1-ից պետության կողմից ապահովագրվել են եւ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում դեղ օգտագործման մասը եւս ընդգրկված է եւ ցուցակը հրապարակված է դեղերի հասանելի, կան դեղեր, որոնք ամբողջությամբ են փոխհատուցվում, կան դեղեր, որոնց համար կան համավճարներ եւ ըստ էության, այո, մեր 65+ տարիքի անձինք հունվարի 1-ից ապահովագրության շրջանակներում շատ մեծ ֆինանսական խնայողություններ են իրականացնում։ Սա ոչ չի վերաբերում միայն դեղերին, այլ նաև հենց բուժօգնություն ստանալու մասով 65+ քաղաքացիների ընդհանուր համամասնությունը մեր այցերի թվի մեջ, որ դիտարկում ենք, 50%-ից ավել է։ Ես սա էլ ուզում եմ ընդգծել, որ տարիներով կուտակված մեր քաղաքացիների առողջական խնդիրները ի վերջո լուծում են ստանում, ի վերջո մեր սիրելի հայրենակիցները կարողանում են վերականգնել իրենց շարժուղնակությունը, փրկվում է նրանց կյանքը, սա մեր ամենակարևոր ձեռքբերումն է։ Երրորդ եւ հաջորդ երեխաների համար սահմանվել է 50,000 դրամ ամսական նպաստ։ Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին որոշումը։ Նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նպաստը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ից կամ դրանից հետո ծնված երեխաների համար եւ նշանակվելու եւ վճարվելու է աշխատանքի ու սոցիալական հարցերի
նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով։ Որոշմամբ սահմանվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի իրականացման մեխանիզմները։ Բագրատ arքեպիսկոպոս Գալստանյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Այսօր կայացած նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը երկարաձգել է կալանքը։ Դատախազը միջնորդություններ ներկայացրել Բագրատ arքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Իրավապահները զննություն են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը, նշելով, որ տվյալ քրեական գործը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Գործը հարուցվել է դեռևս 2020-ին Առինջ համայնքի նախկին պաշտոնակատար անձանց վերաբերյալ եւ արդեն շուրջ 6 տարի քննվում է, անհրաժեշտություն է առաջացել փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի մասը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Միջոցառմանը մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետներ եւ արտաքին գործերի նախարարներ։ Նիստի ներկա եղել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ելույթում ԱՄՆ նախագահը անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին խոսել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին, նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին կատարած աշխատանքի համար, ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարեւորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ Գազայի խաղաղության ծրագիրն ու առաջիկայում նախատեսվող քայլերը։ And you can be very proud of yourselves. It was a beautiful thing to see. Thank you. Look at that. Can you believe it? 32 years. Thank you. Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են ցուցարարների, որոնք պաստառներ են բարձել եւ կարգախոսներ վանկարկել, պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում եւ Ադրբեջանում ընդդիմության հետապնդումների դադարեցում։ Ադրբեջանի իշխանության կամ ԱՄՆ իրավապահների կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի եղել, միջադեպի հանգամանքները քննվում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, հայտնելով, որ հայրենիք է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ, կարոտեցի Հայաստանը։ Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ, գրել է վարչապետը, գիծ հրապարակելով տեսանյութ ինքնաթիռից։ Կարդալ պատմություն, սովորել պատմության դասերն ու ստեղծել ոչ թե անցյալի կամ այսօրվա, ապագայի նոր խաղաղության զարգացման եւ երջանկության պատմություն։ Սա այն է, ինչով զբաղվում ենք ամեն օր, ժողովրդի հետ, ժողովրդով, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին կժամանի Հայաստան մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Էմանուել Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Մակրոնի նախորդ այցը մեր երկիր 8 տարի առաջ էր 2018 թվականին։ Ֆրանսիայի նախագահը մասնակցում էր ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում հանդիպել է գործարարների հետ։ Ներկա են եղել նաև դիվանագետներ տարբեր ոլորտներից, գործարարներ, հասարակական ու պետական գործիչներ։ Ելույթում Վահագն Խաչատուրյանը նշել է, որ կա առևտրատնտեսական տարբեր օղակներում գործակցային մեծ ներուժ, որն այսօր կարիք ունի լիարժեք իրականացման։ Հույս է հայտնել, որ նաև բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն տնտեսական կապերի ձևավորմանն ու ընդլայնմանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական գրավչության եւ
ներդրումային միջավայրում առկա հնարավորությունների վերաբերյալ սահիկաշար։ Ավելի ուշ նախագահը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր Դելփի տնտեսական ֆորումի ուղեղային կենտրոնում։ Կարող եմ վստահեցնել ձեզ, որ քաղաքական մակարդակում մեր հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում։ Նույնը կարող եմ ինձ թույլ տալ ասել մշակույթի բնագավառում կամ գիտության նույնիսկ։ Եվ որոշակի վերապահումով կարող եմ տնտեսական հարաբերությունների մասին խոսել, որտեղ երբ որ նայում ենք թվերին, ընդամենը առևտրաշրջանառությունը մեր երկու երկրների միջև ընդամենը 50 միլիոն է։ Եվ կարծում եմ դա ուղղակի շատ փոքր թիվ է։ Հաշվի առնելով այն մեծ հնարավորությունը, այն մեծ պոտենցիալը, որ մենք երկու երկրներ ունենք։ Իհարկե, մի կարևոր հանգամանք կա ցանկացած իրավիճակներում, երկիրը գրավիչ է միայն եւ միայն այն դեպքում, երբ կա այդ երկրում խաղաղություն եւ իհարկե ցածր հարկեր եւ իհարկե խելամիտ օրենքներ։ Սրանք աքսիոմաներ են, որով առաջնորդում են ցանկացած երկիր։ Եվ վերջին տարիների Հայաստանի Հանրապետության ղեկավարության ձգտումները եղել է Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն հաստատել եւ տարածաշրջանում հարատև խաղաղություն ապահովել։ Ես կարող եմ պարզապես փաստել, որ արդեն մենք հաջողություններ ունենք այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը, բայց այս շրջանակների համար շատ կարևոր է նաեւ 3 այլ համաձայնագրերին անդրադառնալը։ Մեկը վերաբերում է էներգետիկայի բնագավառում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության համաձայնագրին, մյուսը վերաբերում է հաղորդակցություններին, որի անվանումը մենք TRIP ենք գրել, եւ երրորդը վերաբերում է կիսահաղորդիչների բնագավառ։ Ես հույս ունեմ, որ այս ներկայացվածը ձեր մոտ էլ հետաքրքրություն կառաջացնի եւ այսօրվա հանդիպման մեր հիմնական նպատակն էր հնարավորություն ունենալ կարճ եկուս ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավիճակը տնտեսության եւ պատկերացումները։ Եվ նաև ես հույս եմ հայտնում, որ մենք հնարավորություն կունենանք նաև նմանատիպ հանդիպում ունենալ Երևանում, եւ որտեղ հնարավորություն կունենանք ավելի մանրամասն ներկայացնել մեր ծրագրերի մասին։ Շարունակենք, Աջափնյակում կրակոցների գործով մեկ անձի ձերբակալման որոշում է կայացվել, այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնեմ, փետրվարի 18-ին ժամը 15-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություններ սկսվել, որն ուղեկցվել էր կրակոցներով։ Բուժկենտրոններ էին տեղափոխվել դանակահարված եւ հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել էր։ Կայացել է Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանը միջնորդել է, որ դատարանում հարցաքննվեն ախտոյանները։ Դատավոր Մուշեղ Արամյանի հարցին, թե ինչ վերաբերելիություն ունեն այդ անձինք, փաստաբանը պատասխանել է, որ այդ կերպ կապացուցվի Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Վոլոդիա Գրիգորյանի հոր ներկայացուցիչները ողջունել են փաստաբանի այդ միջնորդությունը։ Լևոն Գրիգորյանի ներկայացուցիչն ասել է, որ ունեն կասկած, որ Վոլոդիա Գրիգորյանի սպանության հետ առնչություն ունի Մհեր Ախտոյանը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, դատավորը նախնական դատալսումների փուլը համարել է ավարտված։ Նա տեղեկացրել է, որ այս գործով հիմնական դատալսման փուլը կսկսվի մարտի 10-ին ժամը 14-ին։ Հիշեցնեմ, համայնքապետը սպանվել էր սեպտեմբերի 23-ին Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում իր նորակառույց տան մոտ։ Սպանվել էր նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն էր եւ դեպքի պահին նրա հետ է եղել ոչ ծառայության հետ կապված։ Քրեական ոստիկանության ծառայողներն Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում Մերձավանում խուզարկություններ են իրականացրել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ, այլ մանրամասներ չեն հայտնել։